Ես գալիս էի այստեղ ասում էի, չէ, պատերազմ չի լինելու, չէ, 20-ից հետո, բայց պատերազմ է լինելու, ինք վախեցնում էին Թուրքը եկավ, հեսա Երևան է գալի, հասնում է Երևան, վсё, մտել է, չէ։ Հիմա տեսնում են, որ չէ, սա չկա այս պահին, չի աշխատում։ Դե մարդ պետք է առնվազն հիմար լինի, որ հիմա ասի, որ սա պատերազմը սկսվելու։ Ինչ պետք է անել։ Պետք է վախեցնել թրքացմամբ։ Մոսկիթներ, հայ-թուրքական սահմանը բացվում է, թուրքերը գալիս են, 1000 անգամ կներեք իմ արտահայտության համար, բոլոր հայ աղջիկների հետ ամուսնանում են, բոլորը դառնում են թուրք, այստեղ ծնվում են թուրք երեխաներ, 300,000 ադրբեջանցի Բաքվից, Բաքուն թողում է գալիս այստեղ, եւ վсё։ Եվ դա անում է մեկ մարդ, Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ռուսական ռազմաբազայի զինվորները չեն կարող այս պաշտպանել։ Սա հեքիաթ է։ Եվ մարդիկ, որոնք տարածում են այսպիսի հեքիաթներ, փորձելով ազդել հասարակության ուղեղի վրա եւ գեներացնելով վախ, փորձում են այդ վախեցած հասարակությանը գնալ եւ ընտրություններին առանցքային թեզը կատարել սխալ որոշում, քվեարկել այդ վախից դրդված նախկինների օղտին, քվեարկել մեր ձևով, Քոչարյան, Սերժ, չգիտեմ, կարևոր չի։ Սա է իրավիճակը։ Երբ որ իրենք հասկացան, որ պատերազմով այլևս չի լինում վախացնել, չի ստացվում, չի աշխատում, դա արդեն մսկիթներ, հեծը եւ այլն եւ այլն եւ մենք վստահ եմ, ես ձեզ վստահեցնում եմ, եւ բոլոր նորմալ մարդիկ վստահ են, որ դա չի լինելու։